Նիկոլ Փաշինյանը ասում է, որ վստահ է 2026-ին կստանա ժողովրդի բավարար քվե եւ նորից իշխանություն կլինի։ Նա գտնում է, որ իր եւ ժողովրդի միջև օրգանիկ կապ կա։ Այդ կապը դուք տեսնում եք։ 36,000 թոշակ կուտա։ Ռեգենդանիկ վայ։ Դա կրամ է մեր ժողովրդի համար մտածի։ 71 տարեկան մարդ է։ Երեմ զամանման կամ կսեմ օրս անսից դիկեմ հացուր եմ պարզը։ 70% համորա չեն ուզե, 30%-ն հարսական է։ Նիկոլ Փաշինյանը լեննականում քվե չի ստանա։ Մեկ ես քեզ կսեմ աղջիկ ջան։ Ինքը քանի թոշակներն է որ ինքը ցեց, ինքը կյանքում չի ստանա։ Ճիշտ ասած ինքը իրան երավստահ է։ Բայց երևի չէ, ժողովուրդը արդեն դեմ են գնում։ Ինքը շատ սխալ հարցեր է լուծել այս ժողովրդի նկատմամբ։ Մանավանդ ես ստեղ Գյումրի քաղաքում հեսա մի տարի ավեր ես մնում եմ։ Մանավանդ Գյումրեցուց նկատմամբ։ Բայց ստեղ ժողովրդի մասին ես կարի մասին վեր ստեղ ժողովուրդը իրան դեմ են քվեարկելու։ Ես չեմ տեսնիք, ինչ երրորդ տեսնիք։ Ամեն ինչը տավա սակ թուրքին։ Եղած չեղած ես ինչ եղսամ, ամեն ինչը հանգցրավ։ 5 ադարները կա։ Եսօրվա ու 5 ադարների մեջ։ Սա խապեպայություն, սա սուտ, ժողովրդին խապեց, եկավ ընդրվավ։ Դեմի նորից կուզե ընդրվի, բայց անհույս մնա։ Չի ընդրվի։ Չեմ ընդրե, չեմ էլ ընդրե։ Ամեն մարդ յան մտածելակ է նախ կգմտածոր ինքը քանում ճանապարհով արդեն դպրոցներով մանկապարտեզներով ժողովրդին արդեն գրավել է։ Ես գիտեմ որ իշխանավոր ես կասկնամ ժողովուրդը կան կոյ չի յոնից։ Թե թոշակառուները, թե նպաստառում, թե ռոջիկները, թե աշխատատեղերը, ինչ բան չկա։ Ինչ որ կա, այդպես է մնացել, բամը վադը ինչ։ Հարգերը բարձրացվում, ամեն ինչ թանկացել։ Ժողովրդի մեջ կապ կա, բայց ոչ այդքան շատ, առաջին, երկրորդն էլ կապ կա հանրապետական ընտրական հանձնաժողովի սաղ անդամների իրար նշանակածներն են։ Ինքը պետք է անցնի։ Կարծում որոշակի շերտի հետ կապ կա, որոնց համար ինքը ընդունել է, բայց մասսայական հաստատ չի։